Պատերազմ օդում, պատերազմ ծովում և ցամաքում, բայց որտեղ է պատերազմի անտեսանելի կողմը և որտեղ է ժամանակակից վայրիվերումներում գրեթե անխոցելի Իրանը։ Քարիզներ, օդից, ջրից և ցամաքից ոչ պակաս կարևոր հարթություն, ստորգետնյա աշխարհ։ Այս աշխարհը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ հազարամյակների խորքը և հիշել այն համակարգը, որը ձևավորել է Իրանի անապատային քաղաքակրթությունը՝ քարիզը։ Քարիզը կամ ղանաթը հնագույն ստորգետնյա ջրատար համակարգ է, որը ստեղծվել է անապատային և կիսաանապատային շրջաններում ջուրը բնակավայրեր և դաշտեր հասցնելու համար։ Այն բաղկացած է երկար ստորգետնյա թունելից և մի շարք ուղղահայաց հորերից, որոնք ապահովում են օդափոխությունը, սպասարկումն ու ջրի վերահսկումը։ Ջուրը շարժվում է բնական թեքությամբ և դուրս է գալիս մակերես, հասնելով դաշտերին ու այգիներին, միաժամանակ պաշտպանված լինելով արևից և գոլորշիացումից։ Քարիզների ծագման կենտրոնն Իրանն է, և դրանք ստեղծվել են շուրջ 3000 տարի առաջ։ Իրանում այսօր հազարավոր քարիզներ կան, որոնց ընդհանուր երկարությունը մոտավորապես 400 000 կիլոմետր է։ Ամենաերկարը՝ Քիշի քարիզը, մոտ 70 կիլոմետր երկարությամբ շարունակում է գործել և ապահովել կղզու բնակիչներին ջրով, քանի որ բնական գետեր կամ մեծ ջրային աղբյուրներ կղզին չուներ։ Պատմականորեն քարիզները կարևոր են եղել գյուղատնտեսության և խմելու ջրի համար, բայց վերջին տարիներին այս հնագույն ինժեներական համակարգը ժամանակի հետ ձեռք է բերել նաև այլ, անսպասելի նշանակություն։ Իրանի ստորգետնյա ենթակառուցվածքները հաճախ քննարկվում են ռազմական և ռազմավարական համատեքստում։ Ստորգետնյա միջավայրը հնարավորություն է տալիս թաքցնել հրթիռային զինանոցը, արձակիչ կայանները և որոշ արտադրական հզորություններ։ Նման պայմաններում հակառակորդի համար դժվար է ոչ միայն հայտնաբերել այդ կառույցները, այլ նաև ամբողջությամբ շարքից հանել դրանք։ Նույնիսկ իսրայելացի ռազմական փորձագետներն են նշում, որ անհնար է ամբողջությամբ շարքից դուրս բերել Իրանի բոլոր հրթիռները։ Իրանը կարող է հարվածներ հասցնել մինչև պատերազմի ավարտը, քանի որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Իսրայելը չունեն ամբողջական տեղեկատվություն ստորգետնյա հրթիռային քաղաքների և թունելների ցանցի մասին։ Սա հաճախ համեմատվում է Գազայի հետ, որտեղ ստորգետնյա թունելները վերահսկողությունից դուրս են, անգամ եթե օդում, ծովում և ցամաքում գերակայություն կա։ Քիշի քարիզը գտնվում է մոտ 16 մետր խորության վրա և բաղկացած է լայն ցանցից, թունելներով և հորերով։ Առաստաղներում պահպանված են հին խեցիների և կորալների բեկորներ, որոնք լուռ վկայում են, որ տարածքը նախկինում ծովի հատակ է եղել։ Վերջին տասնամյակներում այն վերականգնվել է և դարձել մշակութային տուրիստական համալիր, այսպես ասած, ստորգետնյա քաղաք։ Այսպիսով, քարիզները, որոնք հազարավոր տարիներ առաջ ստեղծվել էին ջրի ապահովման համար, այսօր նաև խորհրդանշում են Իրանի ստորգետնյա ինժեներական ավանդույթը։ Իրանի ստորգետնյա աշխարհը հին քարիզներից մինչև ժամանակակից թունելային համակարգեր ցույց է տալիս, թե ինչպես է հազարամյակների փորձը ստանում նոր ռազմավարական նշանակություն։ Մի շարք քարիզներ ներառվել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Ի դեպ, Հայաստանում նույնպես կան քարիզներ։ Դրանք կառուցվել են Արարատյան դաշտի, Մեղրու տարածաշրջանի և Աշտարակի Արագածոտնի մարզի շրջանում։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։